գործություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է անսահմանալստություն, Բոյոտ ավանդություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, Նևարի գալուստ, ուրախ ապրուստ, որտեղ իշակա փոխուստ, ով կամ ինչ է սա, մեր հետ ասա, ով է սա, տնպեսա, Լավ բան չստացվեց։ Լավ կարող են մանուկի եփած ճաշերը չստացվել։ Իսկ Աշոտի այդ նման կերպ վարվելը ուղղակի աղետ է։ Աղետ։ Էդ ինչ եմ արել, որ աղետ է։ Որ Աշոտին անդառնալի կորուստներ պատճառեի, կասեի հա։ Բայց Աշոտի կապտուկները 2 օրից լավանալու են, սկի չի էլ հիշի։ Ես նկատի ունեի ձեզ համար է աղետ։ Հուսով եմ հիմա հասկանում եք, որ բանկը դիմելու է դատարան ու հարկադիր կատարող մարմինը ստիպելու է ձեզ ազատել տունը։ Կորուն Անուշավանովիչ։ Մենք իմ նախկին գործընկերների հարցը պետք է առանց դատարանի լուծենք։ Ու դա ոնց եք պատկերացնում։ Դե, ընդհանրապես ես պատկերացումից վատ չեմ։ Էլ չասեմ, թե ինչեր եմ պատկերացնում դրանց հետ կապված։ Իսկ ավելի կոռեկտ ու բովանդակալից։ Մենք դրանց դեմ բավականին շատ նյութեր ունենք արդեն հավաքած։ Կոմպրոմատներ։ Պետք է դրանց ինչ-որ մի կերպ զանգել, ասել, որ եթե չվերադարձնեն իմ ունեցվածքը, կհայտնվեն դատարանում, ու շատ հնարավոր է, որ նստեն։ Այսինքն շանտաժ։ Դա հակաօրինական է։ Ես չեմ պատրաստվում իմ անունն ու համբավը ռիսկի տակ դնել։ Խոսքը գնում է իմ ամբողջ ունեցվածքի մասին, Աննա։ Ոչ մի շանտաժ։ Մենք այդ ամենը կանենք օրինական ճանապարհով։ Օրինական ճանապարհով շանտաժը ո՞րն է։ Դա շանտաժ չի։ Նման պրակտիկա գոյություն ունի, երբ վիճող կողմերը մինչ դատը հանդիպում են և համաձայնության են գալիս։ Այդ ժամանակ մենք նրանց կառաջարկենք, որ վերադարձնեն ձեր ունեցվածքը։ Նաև կտեղեկացնենք, որ հակառակ դեպքում նրանք ամեն ինչից, անգամ ազատությունից կզրկվեն։ Փաստորեն շանտաժը մաղարիչի պես մի բան է։ Եթե չափի մեջ է, ուրեմն կաշառք չի։ Նոր ասացիք, փաստորեն Համովա։ Շատ։ Երեք միտքդ չավարտեցիր։ Ինչ միտք։ Երեք ասեցիր պապատ ամեն ինչ, հետո պապայի գալու գնալուց հետո սկսեցիր խոսել լրիվ ուրիշ բանի մասին։ Չեմ հիշում, բայց ինչ էի ասում։ Երևի Անուշ ուզում էի ասեի, որ պապատ ամեն ինչ սրտին մոտ է ընդունում, շատ անակ ստանում մեր համար, կամ պապատ ամեն ինչ կթա, որ մենք երջանիկ դնում։ Պապատ ամեն ինչ թողել է, նստել է տանը, որ հանկարծ ցավերդ բռնի, լինի քո կողքին։ Հիմա դրանցից որ մեկն էիր ուզում ասել։ Դե դու ընտրի որն ես ուզում։ Լավ, համարենք համոզեցիր։ Իսկ կգաս այսօր միասին գիրոսում ճաշենք։ Սիրով։ Այ չէ Անուշ, մոռացել էի, գործ ունեմ։ Կլինի վաղը ճաշենք, կամ մյուս օրը։ Այսօրվա փոխարեն ճաշենք վաղը կամ մյուս օրը։ Ու հետո Սարգիս ջան, արդեն ժամանակն է։ Դու պետք է ամուսնանաս։ Եվ ինչպես ասում են, երեխաներին հարկավոր է երիտասարդ հայր։
Հավատամ, ես քեզ վատ խորհուրդ չեմ տալիս։ Ինչպես նաև հարկ եմ համարում շեշտել, որ ի սկզբանե կինն ու տղամարդը ստեղծվել են իրար հետ ապրելու համար։ Ձեր անձնական օրինակը լրիվ հերիք է այդ ամեն ինչը հասկանալու համար։ Տիկին Ռիմա, կներեք, որ հարցնում եմ, բայց ինչքան եք պատրաստվում աշխատել Կորյուն Անուշաբանիչի մոտ։ Մանավանդ, որ ոչ աշխատանք կա, ոչ էլ աշխատավարձ։ Ինչպեսի մակերեսային և էժանագին պատկերացում մարդկային արժեքների և հոգևոր կապի մասին։ Զարքիս շունը, որ շուն է, երկար տարիներ պահելուց հետո նրանից չես կարող բաժանվել։ Կորյուն Անուշաբանիչը մի շան չափել չկա։ Կա, ոնց չկա։ Ինչ ասիր արա, էդում տղեն աշում։ Ես չէ, պապի ջան, ես տես բան չասեցի, իսկ իմ մտքով տես բան էլ չանցավ։ Էլ մի կյանքդ պատմի այ հիմար, լավա Ռիմանեն էստեղա, Ռիմա ասա ոնց ասեց։ Սարգիսը ասեց, որ Կորյուն Անուշաբանիչը Ռիմա մի սամսմի, նորմալ ասա։ Սարգիսը ասեց, որ Կորյուն Անուշաբանիչը իր համար շան արժեք ունի։ Ես չի թվում, որ մեր Սաքոն նման արտահայտություն իրեն թույլ կտա։ Սաքո ջան, մի վարկան էստեղ մնա, ես հիմա կգամ։ Գամ ու շարունակենք։ Հարի Հաշիմ։ Լավ Սաքո տղա, ես քեզ հետ հետո կխոսեմ։ Դե ասեցի, Սաքո ամուսնացի։ Ախր կյանքը այնքան կարճ է։ Ես կբացեմ։ Յարա, Ռիմա, մեր տանն ես։ Վաղուց։ Ձեզ են հարցնում։ Գրիգորյան, ես որ քամին ա քեզ բերել իմ տուն։ Այդտեղ ես ինչ օրն ես ընկել։ Մի նախադասության մեջ երկու հատ սխալ թույլ տվեցիր։ Նախ ինձ քամին չի բերել։ Երկրորդն էլ ես եկել եմ իմ տուն։ Ինչ։ Ասում եմ ինձ քամի չի բերել։ Մի անգամից երկրորդը ասա։ Ես եկել եմ իմ տուն։ Քո արածներից հետո ես ինձ խոստացել եմ, որ քո ասածների վրա պիտի չծիծաղեմ, բայց ես մեկը վերջն էր, չդիմացա։ Ունես որ եկար, տեսար, ծիծաղացրիր, իսկ հիմա շրջվեցիր ու գնացիր։
Ես այսօր բրոկերիտ ասեցի, որ պատրաստ եմ լավ գնով տունդ գնելու։ Չուզեցիր։ Իհարկե։ Աստորեն, որ Աշոտ այսօր ասում էր, քո մասին էր ասում։ Այ որ նոր բան արեցիր, ես նոր բան արեցի։ Կարևոր է, որ բան արեցիր։ Կորյուն, քո տունը ես եմ առնելու։ Կուզես հիմա վաճառի, կուզես հարկադիրը վաճառի։ Մեկը աճուրդում, ինձանից շատ ոչ ոք չի վճարելու քո տան համար։ Որտեղից քո մեջ այդքան մաղձ։ Կորյուն, ես չեմ եկել ջուրագրգիռ բառեր լսելու։ Ուղղակի եկել եմ այդ լավ լուրի մասին ինքս տեղեկացնեմ, որ քո տունը ինչ-որ մի պատահական մարդ չի գնելու, այլ 1000 տարվա ընկերդ։ Ուրախ չես։ Գրիգորյան, դու չնայած ինչ Գրիգորյան է, ոսի քեզ ինչ եմ ասում։ Ես իմ ունեցվածքը հետ եմ բերելու, հատիկ, ու դու այդ ժամանակ հասկանալու ես, որ բացի մեռնելուց ավելի վատ բաներ կան աշխարհում։ Այդ տեսար, քո հումորի վրա էլ ես ծիծաղեցի։ Դե էլ, դավայ, գնա, դավայ էլ ստեղից։ Ռիմա։ Ինչ ես ականջ դնում, Ռիմա, չես ամաչում, մեծ կին ես։ Գրիգորյանն է եկել։ Ու՞։ Գրիգորյանը, ձեր տուն ուզում առնում։ Անշման գորում չէ։ Եսի տարդիր չուլան է, բայց խորը չպա ես, կարող է պետ գա։ Գնա ասում եմ ստեղից։ Արա Գրիգորյան։ Ջան։ Պապ Գրիգորյանը արդեն գնում է, վեր կաց դավայ։ Կորիմ ջան, բալաջան ինձ ու Գրիգորյանին մենակ կթողնես։ Մենք իմ ժամանակը չենք հանդիպել, լիքը խոսելու բանակ ուտակվել։ Պապա ասում եմ Գրիգորյանը արդեն գնում է։ Այ մարդ, իրավունք չունեմ ես մարդու հետ մի երկու բերան բան խոսեմ, կարոտեն եմ։ Պապա լավ էլի, պապայի։ Կորյուն երկու բար։ Արուշավան Կորյունիչ։ Ինձ թվում է, որ մենք ոչ մի խոսելու բան էլ չունենք։ Հովանես հայրանունը չեմ իժում, մավիչ։ Էդ քեզ թվում։ Արի, այման, արի։ Արի։ Այ քեզ ստորություն։ Ես գիտես դրան ինչքան է։ Գիտես ինչքան եմ։ Սիրտը, Գրիգորյան։ Կորոնոս, մի ներվանացեք եկան։ Այդտեղա ես էլ հղի չեմ, թող հանգիստ ներվայնանամ։ Դե լավ, ներվայնացեք, ես գնամ ձեզ չխանգարամ։
Խրայ Գրիգորյան ջան, դες ման ոնց կլինի։ Անուշիկս անտեղյակ հղիա, ավելի ճիշտ հղիա ու անտեղյակ մեր ես վիճակից։ Նա հուզվել չի կարելի։ Ես երևի գնամ։ Այ ոնց գնաս բալա ջան։ Ախր դու մեր տան հասնել ես կերել։ Ճիշտ անես չի որ դատարկ ձեռով ես մեր տուն եկել, բայց դե մենք էլ քեզ միշտ փառքով պատվով դիմավորել ճանապարհել ենք։ Այդ ամեն ինչը անցյալում է։ Այդ սովետն է անցյալում Գրիգորյան ջան։ Իսկ այդ բարեկամությունն ու հարազատությունը հավիտյան է, մշտանջենական։ Անշավանք Գոյրինիչ, եթե շարունակելու եք դրամատիկ տեսարան էլ խաղալ, ես երևի գնամ։ Եկ բերեքի տեղը։ Եկ բերեքի տեղը տեղը գյուլեմ։ Չես ասում դրամատիկ, կլինի կրիմինալ, էդ էլ վատ ժանր չի։ Ուրեմն լսի, եթե չբերես վերադարձես են ամենը ինչ կորունից ես խլել ես խապեությամբ, պլուս մի հատ էլ բարոյական վնաս, ես քեզ հենց հիմա ստեղ կգյուլեմ։ Եթե ես այդ ամեն ինչը ուզենամ էլ չեմ կարող անեմ, այդ պետքա գնանք նոտարի մոտ։ Նոտարի, կանչի տողնաս տեղ նոտարը։ Հա բայց Հաշվում եմ իրեկը կգյուլեմի։ ախր Կգյուլեմ մեկ, կգյուլեմ երկու, կգյուլեմ մի։ Այ միսա։ ես գնամ, դու էլ այդ պիստոլետիդ պատասխանի։ Արա միսակ, դու կյանքում էին ինձ զանգեմ, որ հիմա ես Ռիմայի համարն ես ուզում հեսա SMS-ով կուղարկեմ։ Այ պապա։ Դուրսը։ Ինչ լավ է որ մեր տուն եք եկել։ Հա, բայց արդեն պետքա գնամ։ Պապ, բան չի չէիր ասում, որ մենք հյուր ունենք։ Անուշիկ ջանի, իրոք ուշանում եմ, ես պետքա գնամ։ Դե լավ հաջողություն։ Ամեն դեպքում նորից համեցեք, մենք ձեզ սիրով կսպասենք։ Հաջողություն։ Հաջողություն։ Աղբեր ջան։ Որդելու եմ։ Պապ, ընկերդ մի տեսակ էր, կարող է ինչ-որ խնդիր ունի։ Չէ, բալես։ Ոնց կարող է իմ ընկերը ինչ-որ խնդիր ունենա։ Այդ մեկը հաստատ։ Դե ես էլ եմ դուրս գալիս։ Հաջող, բալես։ Գորյուն, չստացվեց։ Ափսոս, ես ինչ անսպասելի շրջադարձ էր։ Ես էլ հենց նոր ուզում էի գնայի օֆիս, սենյակս իմ ուզածով դասավորեի։ Ինձ հավի մսով գիրոս ու հունական աղցան 2450 Վաղուց էի ցանկանում դեզ մոտ գալ, այսօր կասած բացեցի ու եկա Գիտեք, համարենք, որ այստեղ արդեն 2450 դրամ կա։ Բայց կարող է չկա, ոնց համարենք։
Հաշվի առնենք, որ դուք մեզ մոտ առաջին անգամ եք։ Մենք ձեզ զեղչ կանենք։ Ես ոչ մուրազ կանեմ, ոչ էլ զեղչի կարիք ունեմ։ Այնպես որ ես կհաշվեմ։ Կներեք, ես ներողություն։ Բայց լավ կլիներ հեշտ կանգնեիք։ Ես հաճախորդ չեմ։ Գագիկ, ինչ է այստեղ կատարվում։ Անուշիկ, եթե մանուկի պարտքերն եք բերել, դուք կարող եք առանց հերթ կանգնելու տալ։ Ինչ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Մանուկ, ոնց կարելի է այդ հարցը տալ մի մարդու, որը մի վայրկյանում ամեն ինչ կորցրեց։ Որ իմանայինք ինչա պետք անել, հենա սրան չէր ասնի էլի։ Այսինքն վերջ։ Չէ, վերջը հաջորդ սերիայում է։ Ուղղակի հիմա պիտի մտածենք, թե ոնց ենք Անուշիկին էս ամենը ասելու։ Ու ամենակարևորը ով։ Վալես։ Ես պահանջում եմ, որ ինձ բացատրեք, ինչի միջև հիմա ինձ չեք ասել, պապա, որ դու ամեն ինչ կորցրել ես։ Դարդից պրծան։ Դժվարի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է անսահմանալստություն, բոյոտավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի աններ երջանկություն, նեվարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղ իշը կա փոխուստ, ով կամ ինչ է սա մեր հետ ասա,